Նախ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է պատգամավորի տեխնացու, մինչև երբ է համարվելու։ Հարգելի լրագրողներ, ըստ էության պատգամավորի տեխնացուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխում։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այն, որ երեք հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական եք տալիս։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չէ մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ-որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանանիչով առաջադրվել է 3։ Հարգելիներս, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավորի տեխնացուներին անձեռնունի խելություն է տալիս, եթե քրական հետապնդում ամեն ինչը ծագել է տեխնացու կարգավիճակը ձեռք բերելուց հետո։ Ինչ այդ եթե եղել է, օրինակ չգիտեմ, ձերբակալություն, դրանից հետո նոր է քրական, այդ լրիվ արդեն ուրիշ է։ Տեսեք, իրակ մեղադրանքը թե քրական։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչ է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ տեխնացուն է կարծում, բոլորը դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, տեխնացուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Հովհաննիսյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժանցնում է խորհրդարան, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թրծրել, այսպես ասենք, մարդկային գործով։ Ես ուզում եմ Եվս մեկ անգամ, հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը, այսպես ասենք, մի տողը ուղղակի մուտքագրողը Պարոն Կիրակոսյան, տեսեք, կրկնում եմ դա, արձանագրությունները կան, արձանագրությունը այն, որ դա հայտնաբերվել է, նաև հայտնաբերել, որովհետև մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն նախնական արդյունքները դրա համար են նախնական, որովհետև երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմի այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնեմ։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Միասնության թևերից։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քանի որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ չեղել, կա ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են տեխնացուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ տեխնացուն միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս, հնարավորինս, որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի
Թեւեր կուսակցության պատգամավոր տեխնացուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետեւ ուրբաթ օրը 14:00-ին իրենք միջև ժամանակ ունեն գրահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Իսկ 2000-ից ավելի ընտրակներ եկել մի բան ճիշտ է։ Իրավունք ունեն բոլոր 2005 ընտրատեղամասերում էլ վերահաշվարկ պահանջել։ Հարգանքներս տեսականորեն կարող են նման բաներ, բայց դա պիտի ներկայացնել այն վստահված անձին կամ այն տեխնացուները, ովքեր քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ գտնվել են տվյալ տեղամասում։ Այսինքն զուտ այսպես համակարգչային լեզվով ասած դդոսել է, էդի կներեք էդի Հովակիմյան 1900-ին կբացահայտեք ի վերջո ինչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ, այդ ընտրողների Հարգանքներս գաղտնի ընտրացուցակ, տեսեք, մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակում է մեր լիազոր մարմինը, այսինքն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Եվ մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չի հրապարակվում, դիվանագիտական ոչ, ունենք կատեգորիաներ, կարող եք դուք ընդհանրապես բացել ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ հստակ գրված է, ու կհասկանաք, թե այսպես ասենք, այս աղմուկը, որ ցուցակների հետ բարձրացվել է, որքան է վնասում Հայաստանի Հանրապետությունին։ Դժվար չի, հարգելի լրագրողներ, եթե չեմ սխալվում, մամուլի քարտուղը բոլորիդ ընտրական օրենսգիր գոնե մեկ-մեկ հատ տրամադրել է։ Կարող եք բացել եւ ընթերցել ընտրական ցուցակների կազմավորման, հրապարակման ամբողջ գործընթացը եւ զուտ քաղաքական շահերով պայմանավորված ամենայն հարգանքով հորդորս։ Մանդատները նաեւ վայր դնելու հարցը։ Ես տեսեք, տեղամասերի հասցեները, այսինքն որտեղ որ տեղամասեր պիտի կազմավորվեն, նշանակում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Եվ այս ընտրությունները մի քանի դեպք ունեցել են, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ համապատասխան դպրոցը, մանկապարտեզը գտնվել են վերանորոգման փուլում, այսինքն ես չգիտեմ, խնդրանքս, որովհետև ես չգիտեմ, որ դեպքի մասին եք ասում, կարող եք գրավոր ներկայացրեք, մենք ուսումնասիրենք, հասկանանք, թե ով այդ տեղամասը տեղափոխվել, որովհետև տեղամասերի հասցեներ, այսինքն որտեղ պիտի լինի տեղամասային ընտրական հանձնաժողովը, շենքը նկատի ունեմ, հասցեն, սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս դեպքում ենթադրում եմ Երևանում, չէ՞։ Ավան առնջումին տեսեք, երբ որ դուք մեզ գրավոր ներկայացնեք, դուք որտեղ է ձեր տեղամասը եւ այլ, մենք էլ մի հատ քաղաքապետարանից կհասկանանք, թե ինչա ձեր նախկին տեղամասը, ասենք եղել, չգիտեմ, մի հասցեում, հետո հայտնվել այլ հասցեում։ Պարոն Հովակիմյան, նախնական գնահատում, որովհետեւ երեկոյան հաշվարկը սկսվել է։ Դուք ինչ եք կարծում, հնարավոր է, որ իսկապես ձայները այնպես հաշվարկը իրականացվի եւ փոխվեն, որ իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնի խորհրդարան։ Հարգելիներս, ես նման նախնական գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ կներեք մեր մինչև ընդհանուր process-ը չավարտի, ընդհանուր գնահատական չավարտի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով։ Իրենք միտում են տեսնում, ասում են, որ ԿՊ-ն տեսել է, որ իրենք 3-5-րդ չեն կարող կազմել, այդ ժամանակ արդեն իրենց ձայները նվազել։ Հարգելի լրագրողներ ջան, որտեղ է նվազել։ Ես կրկնում եմ։ Հազարը որ չեն մտել։ Չէ։ Հարգելի լրագրողներ, հրապարակված, տեսեք, նախնական արդյունքները հրապարակվել է։ Հրապարակվել է 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովի քաղվածները, արձանագրությունների քաղվածները։ Արձանագրությունները բոլոր են քաղաքական ուժերը, որոնք օրինակ ուժեղ Հայաստանը մեզանից խնդրել է, որպեսզի հնարավորություն տան արձանագրությունների պատճենները ձեռք բերեն, որտեղ ինքը մի քիչ մեծ է, մենք այդ հնարավորություն տվել ենք։ Այսինքն
ամեն ինչ թափանցիկ գնում է։ Տեսագրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։ Հիմա ներկայիս վերահաշվարկային իրականություն կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Այսինքն այստեղ գներեք մենք ունենք դեպք, որ Ջորջան, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձայները 4 դեպքում, իրենց դեպքում 4 տեղամասում սխալա մուտք արվել չի պակասել։ Այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմել է քվեարկության նախնական արդյունքները։ Այսինքն բարգավաճ 77 գրվել է 1, ասում եք չի եղել։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, Ասում եք չի եղել։ կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն են մեծ հաշվով, իր ասենց ասած տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված է այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ 1 չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղվածքից, եթե մեր արձանագրությունները չարտացոլեին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա, բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է այդ արձանագրությունների իման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է այս փուլը, կներեք, դրա համար չենք ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ Կներեք, Բահեկում հասկացում եմ, որ ձայների փոշիացում է տեղի ունենում։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ոնց է տեղի ունենում։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմի ասենք իրենք չհայտնաբերին, մեկը մենք ուղղելու ենք։ Հասկանում եք։ Իրենք Փաշինյանի նշումներ են գործադրել ձեր վրա, որպեսզի լավ էլի, Ջորջան, ես կոչ եմ անում քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործան ոնց ծավալում են, թող հարգելից լավ էլի, ասենք ինչ ճշտ։ Հարգելից, ուրեմն տեսեք, արձանագրությունները 2005 հատ արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կարող հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիրանել, բայց կա 2005 հատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրած են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս էլ ընթանում է վերահաշվարկը։ Ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Պարոն Հովակիմյան, ուզում եմ իմանալ, կան ընտրատեղամասեր, որտեղ կամ որոնց կապված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ եք ստացել, եթե Ես ես բայց ավարտել միանգամից եւ քննարկվել է արդյոք ինչ հնարավոր սցենար կա։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեկ նման դիմում ունենք։ Որ ընտրատեղամասեր Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում է ներկայացրել։ Այո, այն տեղամասն է, հարգելի գործընկերներ, որտեղ որ քվեարկությունով ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը 8 համարը 8 համարի քվեաթերթ չէ մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել ու ժամը 6-ին է դա պարզվել, երբ որ ընտրողն է պահանջել, ասենք ընտրողը պահանջել է, որ ասել է եւ այդ ժամանակ այս բանին այո։ Իսկ քննարկել եք կամ այսքան որոշումներ եք կլինի։ Տեսեք, բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու արդեն հունիսի 14-ի որոշման մեջ։ Պարոն Հովակիմյան, դուք նույն լրագրողներին էիք հորդորում ընտրական օրենսգրքին ծանոթ լինել, իսկ հանձնաժողովի նախագահները ծանոթ են ընտրական օրենսգրքին, օրինակ 8-ի կոտորապ 20 ընտրատեղամասում Լյուդվիգ անունով հանձնաժողովի մի նախագահ մեզ թույլ չէր տալիս պարզապես դուր գալ ընտրատեղամասից, պնդելով, որ պետք է մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը արձանագրության կազմում մնանք ներսում եւ վստահաբար հետո պարզվեց, որ նա ոչ տեղյակ է, որ 8-ից հետո լրագրողները, դիտորդները Պարոն Կիրակոսյան, ես ներողություն եմ խնդրում ձեզանից,
որ 16000 հանձնաժողովականներից մեկ հոգի լավ 10 Ժորժ ջան, ես ձեզ ասում եմ այդ խնդիրը, որ ժամը 8-ից հետո հանձնաժողովում գտնվելու իրանք ունեցողները Կարելի պարզապես պարոն Հովակիմյան այդ փոփոխությունը։ Տեսեք, 10 չի, շատ է։ Ամեն ընտրությունից առաջ մենք այդ հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գրամ, բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահները, չգիտեմ, քարտուղարներ։ Տեսեք, իրեն քննությունը, այսինքն թեստը, բարի աջող հանձնում են, գալիս են, դասընթացներ են անում, բացատրում են, բայց ասենք իսպար չլինի, մեկը տեսար, ազանգը ստանում ենք, որ, չգիտեմ, վստահված անձն է ուզում փոխվի, օրինակ, դա էլ կարող լինի, այսինքն չեն թողում, տեխնացուն է ուզում, ասենք 8-ից հետո մտնի ներս, չեն թողում, հա, լինում է, ես ասում եմ, այս դեպքում 16000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում երևի մոտավորապես մի 10 նման ազանգ է եղել մեր համար սա ես ասեմ ձեր համար քան որ ձեզ է վերաբերում ձեզ համար դա աշխարհացունց իրադարձություն է ես հասկանում եմ բայց մեր պարագայում երբ որ օրենք տեսեք պարոն Կիակոսյան ես հորդորում եմ ձեզ որ օրինակ հաջորդ ընտրություններին դուք գաք ինքներդ հանձնաժողովի նախագահ աշխատեք։ Ես չեմ կարող, ես վերաբերում եւ գնայք վստահված անձը իրավունք ունի ինչ որ հարցեր բարձրացնի կարգադրություններ տա այդ ընտրատեղամասում ուժեղ Հայաստանի վստահված անձը իրենց զգուներ ինչպես զուգը ջրում եւ ինչ վստահված անձը իրավունք չունի ոչ հանձնարարություններ տալու ոչ կարգադրություններ տալու վստահված անձը իրավունք ունի միջամտելու խոչընդոտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքին եթե վստահված անձը որևէ ինչ-որ բան է նկատում ինքը պետք է նախագահին կամ քարտուղարին իր դիտարկումը ներկայացնի բայց ձեր նկարագրած երևույթը ինչ-որ պարագաներում լինում է եւ մենք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո այդ հավաքագրում ենք այդ խնդիրը ու նորից հաջորդ ուսուցման ժամանակ էլի կրկին անգամ այդ հանգամանքի վրա ուշադրություն են գրանում բայց կրկնում եմ օրվա համար հանձնաժողովի նախագահին չկաներ ստանում ըստեյության 1 օր չի նախագահի պարագայում ստացվում է աշխատանքային փուլը մոտավորապես 3 օր եթե չեմ սխալվում մոտ 150000 դրամ է բայց մոտ 150000 կարող է մի փոքր քիչ շնորհակալություն